Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման եւ վերազինման այս տարի նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ։ Ներկայացվել է, թե ինչ փուլում են տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները։ Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում եւ որոշակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ։ Starlink արբանյակային ինտերնետն արդեն հասանելի է Հայաստանում, Facebook-ում գրել է վարչապետը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Ավելի վաղ SpaceX-ի հիմնադիր Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում գրել էր, որ Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը։ Հայաստանը որպես դեպիծով ելք չունեցող երկիր ծայրահեղ կարիք ունի ընդարձակ ու կայուն ենթակառուցվածքի, որը թույլ կտա մեծացնել արտահանման ներուժը եւ օգտագործել աշխարհագրական դիրքի տարանցիկ առավելությունները։ Ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիական սարքավորումների բացակայությունը տնտեսության շատ ոլորտներում ներկայիս մարտահրավերն է, խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մասնավորի ներգրավում։ Եվրասիական զարգացման բանկն առաջին անգամ մեծ ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում պետություն մասնավոր գործընկերության զարգացման վերաբերյալ։ Օրենսդրությունը լավն է, միջազգային չափանիշներին համապատասխանող, սա թե համաշխարհային բանկի թե Եվրասիական զարգացման բանկի գնահատականն է։ Պետություն մասնավոր գործընկերության ոլորտում լիազորված մարմինների համակարգը լավ է կառուցված, սակայն ինստիտուցիոնալ միջավայրի որոշ թույլ կետեր կան եւ առաջին հերթին ազգային կենտրոնի բացակայությունը։ Միջազգային պրակտիկայում կիրառվող բոլոր ֆինանսական գործիքները հասանելի են Հայաստանում, սակայն դրանց կիրառման պայմանները բարելավման կարիք ունեն։ Նախ ազգային բանկերի ավելի ակտիվ ներգրավվածության առումով վարկեր տրամադրելու նախագծերի ֆինանսավորման համար։ Վերանայումը ցույց տվեց մի շարք մրցակցային առավելություններ։ Օրինակ Հայաստանով են անցնում Եվրոպան, Ասիայի հետ կապող տրանսպորտային ուղիները։ Երկրորդը Հայաստանը պատրաստում է բարձր որակավորում ունեցող կադրեր, որոնք պահանջված են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Հայաստանը լավ դիրքեր ունի բարեկեցության, ենթակառուցվածքների զարգացման ցուցանիշով եւ բարենպաստ է ներդրումային միջավայրը արձանագրել է ԵԱԶԲ Պաշտոնյան։ Կառավարության միջոցառումների ծրագրում մի մեծ հատված նվիրված է նոր ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը արձանագրել է կառույցը։ Սվետլանա Մասլովայի խոսքով Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է եւ ունի ռեսուրսներ ակտիվորեն նպաստելու պետություն մասնավոր գործընկերության զարգացմանը։ Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կավելացվի գյուղոլորտին աջակցությունը, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարի 200%-ը կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ 4 ռիսկից կապահովագրվի 13 մշակաբույս, այդ թվում ծիրանն ու խաղողը։ 2020-ին կնքվել է 1546 պայմանագիր 2500 հեկտարի, 2023-ին 10000 պայմանագիր 11000 հեկտար տարածք ապահովագրելու համար։ Նույն տարում գրանցվել է վնասաբերության բարձր մակարդակ, հավաքագրվել է մոտ 1.8 միլիարդ դրամի ապահովագրավճար, տրամադրվել մոտ 2.7 միլիարդի հատուցում։ Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների եկամուտների կայունացման գործում, կառավարությունը ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ստանձնել է վերաապահովագրողի դերը ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Նաեւ ավելացվել է կառավարության աջակցության մասնաբաժինը։ Եթե մինչև 2025 թվականը սուբսիդավորվում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025 թվականին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը, սա բավականին մեծ աջակցության չափ է, որպեսզի տնտեսավարողների լայն շրջանակ կարողանա օգտվել այս ծրագրից։ Բերքը կապահովագրվի ցրտահարությունից, կարգտից, երաշտից եւ հրդեհից։ Գյուղապահովագրության համար այս տարվա բյուջեով նախատեսված է 1.4 միլիարդ դրամի ապահովագրավճարի սուբսիդավորման գումար։ Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ փոսալցման աշխատանքներ են իրականացվում։ 2025 թվականին քաղաքային իշխանությունն իրականացնելու է մոտ 200,000 քառակուսի մետր փոսալցման աշխատանքներ։ Անցյալ տարի մոտավորապես 168,000 քառակուսի մետր է եղել փոսալցման աշխատանքները եւ արդեն իսկ մրցույթը կարեացել է 200,000 քառակուսի մետր աշխատանքների եւ ժամանակը ցույց կտա, հուսով եմ շուտով կավարտենք եւ մեր քաղաքացիները այլևս բողոք չեն ունեն այդ առումով։ Փոսալցման անհրաժեշտություն ունեցող հասցեներն ընտրվում են ըստ վարչական շրջաններից ներկայացված տվյալների։ Աշխատանքների իրականացման համար բյուջեից տրամադրվել է շուրջ 1 միլիարդ 84 միլիոն դրամ։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $73.32։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $69.86։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3100։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ նվազել 2.5%-ով եւ կազմել մեկ հատի համար $85130։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 28-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 59 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 421 դրամ 70 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 67 լումա։